Բարև ձեզ, ես միջին դպրոցի 6-4 դասարանի սովորող Անուշիկ Ոսկանյանն եմ։ Տեսնենք ինչ են մտածում իմ ընկերները նախագծային ուսուցման վերաբերյալ։ Նախագծային աշխատանքի ճանապարհի վերջնական արդյունքը շատ հետաքրքիր է դարձնում մեր դասաժամերը։ Յուրաքանչյուր շաբաթ սկսվում է նոր աշխատանքային նախագծով, որն էլ իրականացնում ենք սիրով։ Օրինակ բնակչության նախագիծ, կանաչող անկյուններ և ծաղկող անկյուններ, մաթեմատիկա նախագիծ, մակերես և ծավալ և առարկաներից տարբեր ու հետաքրքիր նախագծային աշխատանքներ։ Մեր դասավանդողները այնքան հետաքրքիր են մատուցում նյութը, որ սովորողները ներգրավում են նախագծի մեջ։ Ինձ թվում է ճիշտ է սովորողին ընտրություն տալ, նա ինչ անի, իսկ ինչը թողի տանը, բայց պետք չի անդադար նախագծային աշխատանք անել, մի քիչ էլ պետք է կետառկել, որովհետև դու կարող ես ընտրել նախագծային աշխատանքը մեկը անընդհատ, և մյուսի մասին չիմանաս ընդհանրապես, իսկ այսպես ուսուցիչը հանձնարարում է այն, ինչ որ գիտի, պետք է իմանաս։ Նախագծային աշխատանքի ճանապարհի վերջնական արդյունքը շատ հետաքրքիր է դարձնում մեր դասաժամերը։ Յուրաքանչյուր շաբաթ սկսվում է նոր աշխատանքային նախագծով, որն էլ իրականացնում ենք սիրով։ Օրինակ բնակչության նախագիծ, կանաչող անկյուններ և ծաղկող անկյուններ, մաթեմատիկա նախագիծ, մակերես և ծավալ և առարկաներից տարբեր ու հետաքրքիր նախագծային աշխատանքներ։ Մեր դասավանդողները այնքան հետաքրքիր են մատուցում նյութը, որ սովորողները ներգրավում են նախագծի մեջ։